Հայաստանում կառուցվող Firebird արհեստական բանականության մեգա նախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։ Հրազդանի մերձակայքում ստեղծվող այս գերհամակարգչային կենտրոնը նախատեսված է Հայաստանը դարձնել Կովկասի տարածաշրջանի առաջատար արհեստական բանականության հանգույց։ Այսօր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողները առաջին անգամ այցելեցին կառուցվող տվյալների կենտրոն, մինչև դրա պաշտոնական գործարկումը։ Ինչու ենք մենք այդպես արագ գործել մեր գործընկերների հետ համատեղ, որովհետև սա է մոմենտումը։ Մեզ համար բացվել են դռներ, մեր պետության համար բացվել են դռներ։ 200,000 քառակուսի մետր տարածքում կառուցվող AI գործարանի առաջին փուլն արդեն ավարտական փուլում է։ Նախագծի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով, ընդամենը 10 ամիս առաջ հայտարարված նախաձեռնությունն այսօր արդեն դառնում է Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսության հիմքերից մեկը։ Այս ինֆրաստրուկտուրան, որ այսօր ցուցադրում ենք, լինելու են վայրը, որտեղ որ տեղադրվելու են GPU-ները, 2 օրից 2 շաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք դատա կենտրոնի, AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը, ինչով մենք իհարկե շատ հպարտ ենք եւ ուրախ ենք։ Կենտրոնում ներդրվել են աշխարհում առաջատար տեխնոլոգիական լուծումներ, ջրային ու օդային սառեցման համակարգեր, էներգամատակարարման հատուկ ենթակառուցվածքներ եւ մինչեւ 1 տերաբիտ վայրկյան թողունակությամբ կապի ենթակառուցվածք, որը տրամադրում է Team Telecom Armenian։ Firebird-ի կարևորությունը երկրի համար ոչ միայն բիզնես տեսանկյունից եմ համարում, այլ ստրատեգիական եւ Telecom Armenia-ի դերը այստեղ իհարկե շատ մեծ է։ Աշխարհարչական Nvidia-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց այսպես ասած գործընկեր ընկերություն ընտրելու, Telecom Armenia-ն եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատա ցենտրները ամբողջ դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Firebird-ի հաշվարկային հզորությունները նախատեսված են արհեստական բանականության համակարգերի մշակման, գիտական հետազոտությունների, ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի եւ ավելի բարձր տեխնոլոգիական ոլորտների համար։ Նախագծի առաջին փուլում ներդրումները կազմում են $500 միլիարդ։ Firebird-ի առաջին փուլի պաշտոնական գործարկումը նախատեսված է արդեն այս տարվա հուլիսին։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։